Երբ ֆինանսները հանդիպում են տեխնոլոգիաներին, իսկ գաղափարները վերածվում են լուծումների, ծնվում է Fintech 360-ը, մի հարթակ, որտեղ ապագան արդեն ներկա է։ Այս տարի միջազգային համաժողովը նշում է իր հոբելյանը, 10-րդ անգամ մի հարկի տակ հավաքելով աշխարհի տարբեր ծայրերից առաջատար բանկերի, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտի ընկերությունների, ստարտափների ու մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներին։ Ավելի քան 10 տարի առաջ ենք սկսել Fintech-ը։ Համաժողովը տարբեր երկրներում է անցկացվել՝ Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Էստոնիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա։ Ուստի հաճելի է, որ վերջին 3 տարիներին այն կայանում է հենց Երևան։ Այս օրերին Երևանը տեխնոլոգիաների եւ ֆինանսների հատման գլոբալ կենտրոն է Յունիբանկի աջակցությամբ, որը ոչ միայն համաժողովի գլխավոր հովանավորն է, այլև դրա համահիմնադիրներից։ Համագումարին աջակցում են նաեւ UBPay եւ QuickPay վճարային համակարգերը։ Այս տարվա համաժողովն առանձնանում է ներգրավվածության ռեկորդային ցուցանիշով։ Ավելի քան 300 մասնակից եւ 40 խոսնակ 20 երկրից 2 օր շարունակ կքննարկեն Fintech-ի զարգացման ամենաարդիական ուղղությունները։ Պարադոքսալ է, բայց երբ նորարար տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, մարդկային ռեսուրսը դառնում է առավել արժեքավոր։ Այսպիսի նախաձեռնությունները ստեղծում են նոր կապեր, ծանոթություններ եւ ամրապնդում են մարդկային կապիտալը, որն իմ կարծիքով այս համաժողովի կարևորագույն առաքելություններից մեկն է։ Ուզում եմ ընդգծել նաեւ տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում ստեղծվող միջազգային համագործակցությունների կարևորությունը, հատկապես եվրոպական, ասիական եւ արևելյան երկրների հետ։ Հայկական տնտեսության եւ մասնավոր սեկտորի համար դա նոր հնարավորությունների առիթ է։ Համաժողովի օրակարգը հագեցած ու բազմազան է։ Անհատական ելույթներ ու պանելային քննարկումներ են ամենաարդիական թեմաներով, սկսած արհեստական բանականությամբ աշխատող ֆինանսական հավելվածներից մինչև բլոքչեյն, կրիպտոարժույթներ, DeFi եւ թվային ակտիվներ։ Ուշադրության կենտրոնում են նաեւ միջազգային փոխանցումներն ու վճարային համակարգերի նոր միտումները, ինչպես նաեւ Fintech-ի ոլորտի այլ նորարար ուղղություններ։ Թվային դարաշրջանը ոչ միայն հնարավորություններ է բերում, այլ նաև պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք տեխնոլոգիաների եւ անվտանգության, արագության եւ վստահելիության, ստեղծագործության եւ կարգավորման խաչմերուկում։ Եվ անկախ նրանից, թե որքան բարդ կարող է լինել այս երկխոսությունը, այն պետք է տեղի ունենա խորությամբ, պատասխանատվությամբ եւ ապագայի տեսլականով։ Fintech 360 միջազգային կոնֆերանսը, ինչպես նաև նման ձևաչափով այլ հանդիպումներ, անշուշտ կարող են դառնալ երկխոսություն հաստատելու հարթակ ոլորտի առաջատարների ու մասնագետների միջև։ Այս հարթակը թույլ է տալիս մեզ ոչ միայն հետևել գլոբալ միտումներին, այլ նաև գործել որպես առաջնորդներ, միասին ձևավորելով լուծումներ, որոնք կնպաստեն ֆինանսական ոլորտի շարունակական եւ կայուն զարգացմանը։ Միջազգային համագումարի պանելային քննարկումների առանցքում է նաև Հայաստանում ֆինանսական համակարգի աճի հեռանկարները։ Ճկուն տնտեսությունն ու կայուն աճն ուրախալի փաստ են, բայց հեռահար ծրագրերի համար կարևոր են գրագետ ներդրումները, նկատում է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Եթե ուզում ես որակյալ ծառայություն մատուցել, ամենակարևոր բանը բաց եւ վստահելի լինելն է։ Վստահությունն ամենակարևորն է։ Հայկական բանկային համակարգը շատ ադապտացվող է։ Այն շատ բան տեսավ, պատերազմներ, ճգնաժամ, բայց չկոտրվեց, որովհետև համակարգը վստահելի է, ուստի կշարունակի զարգանալ։ Այսօր մեր ջանքերն ուղղված են նրան, որ հայկական բանկը ունակ լինի տրամադրել իր հաճախորդին ծառայություններ, որոնք ոչնչով չեն զիջի առաջատար երկրների մատուցած ծառայություններին։ Բայց դրա համար կարևոր ենթակառուցվածքներ են պետք, ներդրումները ոչ միայն անվտանգության, այլև սոցիալական ծրագրերում։ Fintech 360-ը միայն գործնական հանդիպումներ չէ։ Միջազգային համաժողովի մասնակիցներին սպասվում է նաև հետաքրքիր ժամանցային ծրագիր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ եւ իհարկե իսկական հայկական հյուրասիրություն։